Նույնտապանում հյուրընկալել եմ հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանին, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում անցկացվեց զորահանդես, որը Փաշինյանը համարում է հաշվետվություն, ավելի շատ հաշվետվություն քաղաքացիներին։ Ըստ էության 2020 թվականի պատերազմից հետո մենք տեսանք բանակում տեղի ունեցած փոփոխությունները զինանշանից մինչև սպառազինություն եւ հանդերձանք, ընդ որում ոչ միայն ձեռք բերված սպառազինություն, այլև հայրենական արտադրության։ Ինձ հետաքրքիր են ձեր դիտարկումները բուն զորահանդեսում տեղի ունեցած այդ մեր տեսած փոփոխությունների հետ կապված եւ նաեւ ասում էի սա ավելի շատ PR ակցիա է ընտրություններից առաջ։ Ինչ կարող եք ասել։ Վերջին մասում դուք ամեն ինչ ասացիք, այո, սա նախընտրական քարոզարշավի մի մաս էր։ Այլապես մենք կարիքը ունեինք նման բանի, երբ որ ջարդված էինք 20 թվականի պատերազմից հետո, հոգեբանորեն ջարդված էինք, թերևս 21 թվականին արժեր անել պատերազմից մի քանի ամիս անց, որպեսի հույս տրվեր, կոտրած մեջքը շտկելու հնարավորություն տրվեր, սա իրոք որ ընդամենը ոչ այնքան լավ կազմակերպված նախընտրական արշավի մաս էր։ 21 թվականին, եթե պատկերացնենք, որ կարելի էր զորահանդես անցկացնել, մենք ինչ կարող էինք ցույց տալ այն ժամանակ։ Հիմա ինչ ցույց տվեցիք։ Հիմա ցույց տվեցինք, ես ասացի, նոր սպառազինություն ձեռք բերված, նաև հայրենական արտադրության։ Գիտեք, այդ ցույց տալը մենք տեսել ենք նախորդ իշխանությունների ժամանակ էլ, երբ որ Իսկանդեր էին ցույց տալիս, եւ Իսկանդերը կարծեք թե չօգնեց մեզ պատերազմի ժամանակ։ Մեր միակ զինակիցը դարձավ մեր բարձր ղեկավարության ապաշնորհությունը եւ մենք լավ կարելի էր պարտություն կրել, կրեցինք այդ պարտությունը, բայց չարաչար պարտություն կրեցինք։ Սա ողբերգություն է, դեռ 5 տարին, 6 տարին, 7 տարին բավարար չէ, որ մենք հասկանանք, թե ինչ կորուստ ենք ունեցել։ Մենք անդամահատվել ենք պարզապես, բայց չստացվի, որ տխուր բաներ եմ ասում, այսօր մեր հրաշք ամենապայծառ օրերից մեկն է, երբ որ հայրենի հողի վրա 900 տարուց հետո մենք պետականություն ունեցանք եւ Կիլիկյան պետականությունից հետո էլ 600 տարի հետո մենք պետականություն ունեցանք եւ Անդրանիկ Ծառուկյանի խոսքերը հիշենք, որ ասում էր արունից ծորած երիզ մի կապույտ, երկնքից պոկված ծվեն մի կապույտ, հասուն հասկերի շող նարնջագույն եւ 6 դարերի խավարի վրա դրոշ եռագույն։ Ես ուրախ եմ այսօրվա համար, թեկուզ այդտեղ անկեղծության չափաբաժնի մեծ դեֆիցիտ եմ տեսնում այսօրվա զորահանդեսի հետ կապված, բայց մեր եռագույնը ինչ ասեք արժե, մենք պետք է շտկվենք, մենք պարտավոր ենք շտկվել եւ այդ շտկվելը մեր ներսում պիտի լինի առաջին հերթին եւ ոչ թե ճամարտակություններով։ Քննադատություն տեսա, ասում են առաջին հանրապետության օրը մենք նշում ենք Ալմաթիի հռչակագրի սահմաններում եղած սահմաններով։ Այստեղ հակասություն կա թե ոչ։ Կամ դուք սրան ինչպես եք վերաբերվում։ Նորմալ դե պարտված կողմ ենք, ինչ էլ դեմ են տալիս, պիտի համակերպվենք, մենք ասելով մեզ ներկայացնող իշխանությանը առաջին հերթին։ Մենք մեր բոլորինս է պարտությունը։ Չէ, ցավալին դա չէ, սահման, որոշակի սահմաններով, 29000 չգիտեմ ինչքան սահմաններով, ցավալին էր, որ մեր մարմինը հողին վարժեցնում են, տեսակ քարագագատ արագածներ եւ ոչ Արարատը, որ Երևանից երևում է, Երևանից կարող էին նկար դնել այդտեղ եւ ոչ թե Արագածը, այսինքն այդ հոխրտանքների մեծ խոսելու ես լսեցի դժբախտաբար ոչ իմ կամքով, ես լսեցի պարոն վարչապետի խոսքը եւ տեսա այդ մեր պերճանքն ու դժվարությունը, սա ամենևին անկեղծ եւ մերը չէր, մի խոսքով բան չանեմ, բայց ուզում եմ ես ձեզ ամեն դեպքում պարոն Հայրապետյան մի փոքր հակադարձել Արարատի մասով, այո, Արարատը մեր մտքում է, մեր սրտում է, մեր աչքի առաջ է, բայց Արարատը ֆիզիկապես մեր տարածքում չէ։ Հիմա եթե մեր հանրապետության հրապարակում լիներ Արարատը, ֆիզիկական այդ պատկերը։ Իսկ ով է ասում, սա ինչ մեսիջ է։ Իսկ ով է ասում, սա մեսիջ էր, որ Ալիև ձեր հրահանգը կատարված է։ Մեսիջը մեզ չէր ուղղված։
մեզ ուղղակի ուրիշ ուղերձ է ուղղված, թե մարմինները թողին սովորեցրեք ավելի իրական մոտենալու դրսևորում չէր մեր խնդիրներին, մեր ունեցածին, մեր իրականությանը։ Ես համամիտ չեմ եւ չէի ուզենա մտնել վարչապետի եւ ձեր խոսույթի մեջ իրական Հայաստան այդ մտագարության մեջ, չէի ուզենա։ Իրական Հայաստանն էլ մեր սրտում է, մեր մտքում է, կարող ենք այդպիսի ամպագորգոր պոետիկ բաներ ասել, բայց երևի թե ազնվությունը պահանջում է ասել այն, որ միևնույն է, Արարատը լինել էս իշխանությունը հո հավերժական չէ։ Միանշանակ։ 2 տարի բան մնաց, հայ ժողովուրդը ինչի ասեք դիմացել է, էլ թաթարի, էլ մոնղոլի, էլ բյուզանդացու, պարսիկի, թուրքի, ռուսի, փոքրիկ էս Նիկոլ Փաշինյանն ինչ է որ մեր ժողովուրդը դա էլ չհաղթարի, կհաղթարի, 2 տարի բան մնաց։ Զինանշանի փոփոխության հետ կապված էլ դիտարկումներ ունեք թե ոչ։ Գիտեք, բանակն ինձ համար սրբազան արժեք է, թերևս կրթությունից հետո երկրորդ մեր մեծագույն արժեքն է, այսինքն մայրենի լեզվից հետո երկրորդ մեծագույն արժեքը։ Չի ուզենա, որ մի քիչ սկած արծիվ նկարային, բայց ոչինչ, այստեղ թող գեղագետներն ասեն, պատմական առումով որևէ վատ բան չկա, բայց որ վերևում դրա վերևում էլ ինչ է տարել այսօրվա Հայաստանի զինանշանը կպցրել, քարտեզը կպցրել։ Իսկ ինչ կխանգարեր, որ դա չլիներ։ Չեմ ասում թող ծովից ծով Հայաստանի մտագարություն կպցնեին, բայց դա էլ հասկանում եք այդ պարտվածի ճակատագիրն է դա, պարտության սիմվոլի ճակատագիրն է դա, որ ինչ ասեն պիտի անի, իսկ ինչ ասեն անում են միայն մարմնավաճառները։ Հիմա եկեք անդրադառնանք նախընտրական շրջանին, պարոն Հայրապետյան, թեև Փաշինյանը փորձում է հերքել այս սպասվող ընտրություններում աշխարհաքաղաքական ենթատեքստը, բայց մենք տեսնում ենք, որ այն կա, շատ ընդգծված է, հյուսիսից մեծ սպառնում են, արևմուտքից աջակցում են, մասնավորապես ուզում եմ Թրամփի հայտարարությունը մեջ բերել, ասում է Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Նեթող ասի։ Հիմա այսպիսի շահագրգռությունը կենտրոնների, աշխարհաքաղաքական կենտրոնների ներգրավվածությունը, ուշադրությունը, սա բխում է մեր երկրի շահերից, թե հակառակը։ 2 տարբեր հարցադրումներ կարծեք թե, մեկը այս կատարվողը բխում է մեր երկրի շահերից, թե ոչ, եւ մյուսը, որ իրոք տեղաշարժ է տեղի ունենում, որ սա շատ լավ բեմականացված ներկայացում է։ Մենք իրականությանը կարերեսվենք, ընդամենը 1-2 ամիս հետո ձևեր են թափում, Հայաստանը ոչ մի ռելսել չի փոխում, բացառված է։ Ես իմ տեղեկատվության, պաշարի չափով եմ այս եզրակացությանը հասնում, դուք հավանաբար ձեր տեղեկատվության պաշարի չափով եք ասում, որ փոփոխություն է տեղի ունենում, եւ արդյոք կարելի է ռուս մարմնավաճառ պետության այս բեմականությանը լրջորեն մոտենալ, բացարձակապես ոչ։ Այսինքն ներկայացման ռեժիսորը Ռուսաստանն է։ Բնականաբար։ Ես ցավում եմ, որ հիմա դա ռեալ չի ընդունվի, որովհետև հիմա բոլորը ոչ adekvat վիճակում են կամ մեր ժողովրդի ցավոք սրտի, մեր ժողովրդի մեծագույն մասը ոչ adekvat վիճակում է ընտրությունների գերլարվածությամբ մենք այսպիսի խայտարակ գերլարված նախընտրական շրջան երբեք չենք ունեցել մեր անկախության ընթացքում, նույնիսկ երբ որ կոմունիստները պիտի հեռանային, նույնիսկ այդ ժամանակ այսպիսի փոխատելություն, միմյանց ոչնչացված տեսնելու դա դեռ ոչինչ, ավելի վատթարը կա դրանից, այս աստիճանի շարիշակային խոսույթ ոչ մի անգամ չի եղել։ Ես հիշում եմ, թե ինչպես կատվածահար է լինում, երբ որ առաջին անգամ մեր պետության ղեկավարի բերանից, պարոն Քոչարյանի, երբ որ Վանո Սիրադեղյանի հետ կապված ասաց, հա, իր մեջքից մի քիչ ներքևը փրկելու համար փախավ։ Կլիզմայից էր խոսում, բան ասում, ոնց կարող է։ Հիմա երբ որ տեսնում ենք, Քոչարյանը բարեկրթության էտալոնի տպավորություն է թողնում։
տեսնում ենք թե ինչ է ասում մեր վարչապետը, ինչ խայտարակ խոսույթ է, եւ դա պիտի լինի, եւ դա է եղել 7 տարի մեր ղեկավարը, դա է մեզ ներկայացրել։ Դրան է Միացյալ Նահանգները պաշտպանում իբրև թե այնտեղ պայմանավորվածություն կա, թե գնացեք պաշտպանեք ռուսների եւ ամերիկացիների միջեւ։ Սա շատ ավելի խորն է, ես չէի ուզենա հիասթափության իմ կաթիլը ավելացնել այս Չէ, ավելացրեք, պարոն Հայրապետյան, ռուսների եւ ամերիկացիների այդ համագործակցության արդյունքը կամ արդյունքի դրսևորումը ո՞րն է լինելու մեր տարածաշրջանում, այսինքն իրենց նկարածը ինչ պատկեր է լինելու։ Տեսեք, ասում են իրական Հայաստան, չէ՞, դա պարոն Փաշինյանի ոնց որ սկզբում դուք էլ համամիտ եք, այդ խոսույթն է բերվում։ Այդ իրականի ես կուզենայի ձեր ասած արդյունքում երևար Իհարկե շատ լավ կլիներ, եթե կեղծիքը չտեսնեի խորքում, շատ լավ կլիներ։ Այն ինչ որ արվում է, արտաքուս ձևական մասով հրաշալի է պարզապես։ Մանավանդ այն Վենսը, որ եկել էր Նվիդայի հետ կապված ինչ որ պայմանագիր կնքվեց։ Ռուբիոն եկավ դարձյալ լուրջ թեմաների հետ կապված խոսակցություն ծավալվեց, հրաշալի կլիներ, եթե դրանք իրական լինեին, իսկ իրական լինել չլինելը մենք կտեսնենք առաջիկա ամիսների ընթացքում, բացարձակապես, նայեք, Արամ Սարգսյանը մի հատ լավ գործարան է, չէ՞ ուզում սարքել Նախիջևանի սահմանի վրա, թերթեք մամուլը եւ կտեսնեք, ամերիկյան դրոշն էլ վրան խփած էր, ճիշտ է, Նախիջևանից հենց այդ դրոշին խփեցին Այսինքն ձևեր թափելով չէ, այս նույն տրամաբանության մեջ է, ինչ որ պարոն Քոչարյանն էր մտածում, ասում էր, այն որ կոնգրես հյուրանոցի բացմանն ասացել, ոնց որ բոմբոնիեր կա լինի, հա, սա տանկի տալասներին, ինչ որ մի բան ֆրանսիացիներին, նրանք էլ իրենց կարճ շալվարները հագած կգան եւ Հայաստանի անվտանգությունը իրենց հերթին կապահովեն, Ռուսաստանն էլ դե հոգա մեր մեծ եղբայրը, հա խայտարակություն է, գիտեք, ես կուզենայի Ռուբեն Հախվերդյանի ասացին ման, որ մի ժամանակ անընդհատ ասում էր, կարծում եմ լավ էր անում, հիմա ես կրկնեմ, վերջերս չի ասում։ Խաչիկ Դաշտենցի առանջպարների կանչը թող կարդան էլի։ Այն որ հայֆիդայների փոքրիկ մի խումբ անցնում են կողմ, ասում է, եթե բարեհաջող անցանք Արևմտյան Հայաստան, որպեսզի կռվեն ու մեռնեն, հա։ Ասում եմ մասի վրա մենք կրակը կվառենք, դուք այստեղից կտեսնեք։ Կինն ասում է, գալիս ասում են, որ բռնվել են, սպանվել են, բան ասում է, չէ, ես իմ մասի ծխին կհավատամ, մենք ինչ ծխերի, ինչ կրակի ենք հավատում, էլի Ռուբեն Հախվերդյանին հիշեմ, ով է Տեր Աստվածնով սատանան, հիմա քաոսի մեջ ենք և այդ հարցը մեզ չի հետաքրքրում, չարի բանակը որտեղ է, կամակատարների բանակը և բարության բանակը որտեղ է, հայրենասեր գուցե մի քիչ ճոռոմ է ասած պատրիոտների բանակը որտեղ է, թե դրանք ատոմիզացված են, կես ընտրությունները դրա վկայությունն են։ Հիմա տեսնենք, այդ տղամարդպետության ուժի աճուկների ետևում թաքնված հոխորտալ, կբռնեմ, կսատկացնեմ, համբալ, բան, Այլ մի հատ առանց դրանց շուտով տեսնենք էլի կկարողանա խոսքեր տվել, հիմա անընդհատ կրկնեք ինչ էր ասել, ոչ մի օլիգարխ չի լինելու եւ ոչ մի նախկին չի լինելու։ Բավուր եղան, մեղքը բարթելու ժողովրդի վրա։ Ավելի մասին էլ է խոսում Փաշինյանը երեկվա հայտարարությունում։ Մեղքը բարթելու է ժողովրդի վրա։ Վահանտերյանն այնքան լավ է ասում է դուք վաղը կթողնեք ռադներդ կքաշեք որտեղ ձեր որ կորը կուշտ է եւ ամբողջ մեղքը կբարթեք ժողովրդի վրա կատարված եւ այդպես էլ եղավ Վահանտերյանն ասում էր 1914 թվականին դա իր մի ելույթում դա եղավ մենք տեսանք 1920 թվականից հետո եւ իրոք բոլորը գնացին խեղճնշտային մենակ էստեղ թողնելով որ ատամները կրճտացնելով պահեց թող հիմա խնդրում եմ ընտրություններից հետո մի հատ այդ խոսքերը դրեք իր առջև Եվ ասեք դա այսպես չնայած հիմա անում են անդիմադիրներին բրավո իրենց անում են այդպիսի բան վերցնում են նախորդ ասածը հիմիկվա ասածը որ ոչ թե իրարից տարբերվում են այլ տրամագծորեն հակառակ բաներ են ասվում հետո էլ արդարացման մի մեզ ամբողջ ժողովրդին մտավոր հետամնացի տեղ դրած ասում է այն ժամանակ այսպես էի պատկերացնում հիմա սովորել ենք Այսպես եմ պատկերացնում, հայ ժողովուրդն ինչքան պիտի սպասի իր հայրենիքն էլ մնացած հատվածն էլ տանուլ տա, որ ինքը կարողանա սովորել, իսկ
Գուցե ավելի սովորացներ լինեն, գուցե ոչ արկածախնդիրներ են պետք երկրին հիմա։ Իսկ հիմա երբ որ նայում եմ մի քիչ հուսահատված վիճակ է, սպասնինը տեխնացում են, քաղաքական միտք դժբախտաբար չկա։ Պարոն Հայրապետյան, եթե ձեր ասածով բեմադրություն է եւ այդ բեմադրության հեղինակը Ռուսաստանն է, ԱՄՆ-ն է ըստ էության համագործակցում եւ պայմանավորված է այդ ամեն ինչը իրականացնում Ռուսաստանի հետ, նշանակում է այդքան էլ մեծ կարեւորություն չպետք է ունենա այստեղ ով կլինի ղեկավար, ով կընտրվի այս ընտրությունների արդյունքում։ Իհարկե, շատ այնքան խելոք բան ասացիք։ Տարիներ շարունակ այդ մտայնության մեջ եմ։ Գիտեք, ներողություն, եթե որոշված լիներ, որ Հայաստան պետությունը լուծարքի է ենթարկվում են վերևներում, հա, գերտերությունների կողմից, այստեղ չեն կարողանալու պահել։ Եթե մերոնց հույսին թողած լինեին, մեր անկախության արշալույսից սկսած, վաղուց մերոնք իրենց խելքով տանուլ տված էին լինելու պետություն։ Փառք Աստծո, որ դասավորությունը այդպիսին էր եւ կարծում եմ այսօր էլ այդպիսին է եւ Հայաստանը պահվում է ոչ թե այս ճամարտակություններով, հոխորտանքներով, չստացվի որ մենակ իշխանության համար եմ ասում, ընդդիմությունը առավել եւս էլի դրանով չի պահվում, ափսոս որ մերոնցից կախված բան մերոնք չեն անում, այն ինչը որ մեզանից է կախված չենք անում, այլ պահվում է այս դասավորության շնորհիվ, այն միջազգային դասավորության, ինչ որ կա։ Չեք տեսնում մեր հանրության, նույնիսկ քաղաքական ուժերի, հա, մի մասը մոլի Ամերիկա-Իսրայել ֆուտբոլի երկրպագու բալեշիկի նման է իրեն, մտածողությունն է այդպիսի։ Մի մասը Իրանի, չգիտեմ, հա, Ռուսաստանի դարձյալ ֆուտբոլային բալեշիկի նման է իրեն պահում։ Բայց այն, որ մենք ինչ լավ, մեզ ինչ, մեր շահը որտեղ է, որի համար թող աշխարհն էլ թեկուզ կործանվի։ Մենք այս շահի գիտակցումը չունենք, սա է պետք ֆիքսել, որն է շահը։ Այն, որ Նիկոլն ասում էր, դեռ վարչապետ չդարձած, եւ առաջի սոսկումն այդ ժամանակ պիտի հասկանային, եթե էյֆորիայի մեջ չլինենք, ինչպես հիմա ենք։ Երբ որ ասում էր, այս հյուրանոցը հայտարարում եմ ազգային բրենդ։ Հասկանում եք, նույնիսկ հյուրանոցի անունը Մարիոթ է, կողքից մի հատ Արմենիա կպցրել ենք, էլի։ Եվ դա է բրենդը։ Այսինքն Արոնյանը չէր Հայաստանի բրենդը, որը վտարված է Հայաստանից, որպես շախմատից, որպես մարդ, մեծագույն մարդ է ինքը իր հայրենի գալիս է։ Դուք տեսնում եք ինչ կեղծիքի ճիրաններում ենք։ Ես նորից եմ խնդրում ձեր հեռուստադիտողներին, ձեզ բոլորիդ, խնդրում եմ, էջուկեսը մի ալարեք, կարդացեք, օրական 2-3 անգամ կարդացեք Հովհաննես Թումանյանի հոդվածը, անկեղծ չենք վերնագրով, հենց հիմա կկարդան եւ կտեսնեն, որ թագավորը մերկ է, բոլորը թագավոր ասելով Նիկոլին նկատի չունեմ, էլի միայն, չնայած ոնց են ասում, եթե կապիկին բաշ ավելացնես, առյուծ չի դառնա, այդպես էլ էլի չեն դառնում, պրոբի խնդիր է, հարգի խնդիր է, ինչպես որ ազնիվ մետակները հարկ ունեն։ Հիմա չունենք, սա է մերը, հրապարակում եղածները դրանք են։ Սոլիդության շատ թույլ նշույլներ եմ տեսնում, որոնք ցավալի է, որ հենց երիտասարդների մեջ եմ տեսնում, մեծերը օրինակը չեն կատարում, իրենց առաքելությունից փախչում են։ Տարիքով մեծերն ավելի վատն են, քան երիտասարդները։ Երիտասարդները մի քիչ ավելի կոռեկտ են իրենց պահում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։
ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Ձեր խոսքի սկզբում երկու անգամ ասացիք 2 տարի բան մնացիք։ Դա ինչ ժամանակահատված է, ինչ հաշվարկ է։ 2 տարի անց դուք կտեսնեք, որ այստեղ խոստումներ տվողներ եք, որ կարծացիք Նիկոլի մասին ասած այդ Թրամփի խոսքերը, դա չի լինելու, հաջորդ տարի չի լինելու։ Մեզ համար իրոք մեծ բան արած, որը եթե մենք ապերախսրի կաղազք չենք, այլ երախտագետ ազգ ենք, Մակրոնին պիտի առանձնացնենք համաշխարհային լիդերների մեջ բոլորից, որտեղ միակը նա էր մեր 20 թվականի պատերազմի ընթացքում, որ մեզ համար ջանում էր ամեն ինչ անել, Մակրոնն էլ չի լինելու հաջորդ տարի։ Հաջորդ տարի մենք չգիտենք ինչ հանգրվանի հասած կլինի Իրանի եւ Միացյալ Նահանգների բախումը, Իսրայելի եւ Թուրքիայի արևույթ կամ իրական հակամարտությունը եւ այդտեղ էս թոհուբոհի մեջ մենք ոնց ենք կողմնորոշվելու, մանավանդ որ այնտեղ մաստեր կլաս ցույց տվող մեզ նման չէ, մաստեր կլաս ցույց տվող Ալիև կա, պալատում ծնված, պալատում մեծացած քրդի լամուկը եւ Ռուսաստանում ուսում ստացած, բարձր ուսում ստացած եւ կյանքն էլ ցույց տվեց, որ համբերատար իրական պետական գործչի հետ գործ ունենք, ի տարբերություն հայաստանյան խամաճիկների։ Եվ Ալիևին ոչ մեկ չպատասխանեց, այսինքն ընդունեցին, լռությամբ համաձայնեցին, երբ որ մեր երկրի ղեկավարի համար ասած հարբեցող ծաղրացու։ Իշխանությունից ոչ մեկը ռիսկ չարեց, կես բերան պատասխան տալ անգամ։ Նրանք ռիսկ անում են մեր ժողովրդի դեմ, թևից քաշելով ինչպես վարչապետը, ինչպես ազգային ժողովի նախագահը, իշխանության ներկայացուցիչների, հա, ուժային ոստիկաններին կամ տիկնազորին ասելով, բռնեք, որ ես թքեմ վրան։ Սա է սրանց տղամարդկությունը, սրանց տղամարդկության վազքը մինչև մարակն է։ Դուք ինչ կարծիք ունեք ընտրարշավին մասնակցող ուժերի հետ կապված, մասնավորապես գործակալ լինելու համատեքստում։ Գիտեք, ես կարծում եմ սա դրանից ավելի խորը բան կա, քան հենց ին ասում եմ։ Չեմ սխալվում, դուք տարիներ առաջ ինձ հետ արած հարցազրույցներում բազմիցս լսել եք, որ ասել եմ բացել KGB-ի արխիվները, բացել, դժբախտաբար մենակ էի մնացել այդ իմ պահանջի կամ խնդրանքի առիթով։ Հիմա տանում են այդ լուստրացիան այլասերելու, տրամաբանությունը փոխելու, ով կարողանում է տեղից վեր կացածը ասում է գործակալ, ագենտ, հա, ինչու որպեսի դա էժանացվեն։ Ավետարանում 5 տակարանում, հա, այսպիսի մի արտահայտություն կա, Աստվածաշնչում ասում է «Պարապ տեղն Աստծո անունը բերանդ մի առ», այսինքն բառերը մենք մաշում ենք, երևույթը
էժանացնելով, որ վաղն այլևս որևէ մեկին դա չհետաքրքրի եւ մի ուրիշ տիրախել մեր ժողովրդի գիտակցությունը եւ զգայությունը, աշխարհ զգացողությունը, որ ասեն դե ազգ չենք էլի, ծերի ծեր գործակալներ են։ Սա սոսկալի բան են անում հիմա։ Ում մասին անում են, շատ վատ են անում։ Մեծագույն սրիկայություն է հատվածական բացումը։ Եթե ընդհանրապես բացեն, ես կարծում եմ, որ իշխող ուժի նրան ընդդիմադիր ուժերի մեջ շատ քիչ մարդիկ կարող են մնալ այն ավետարանական ճրակը պահած կույսերի մակրությամբ։ Այնպես որ հենց հիմա շատ վատ բան են անում եւ այդ վատ բանն ուղղված է ժողովրդի գիտակցության վրա, ոչ թե տանհատների դեմ, որ ինչ որ մեկի աշխատատեղը KGB-ը գերացել, Facebook-ը գերացել, ոչ թե տանհատների։ Մեր ժողովուրդը շատ էլ լավ հասկանում է, բոլորից էլ լավ է հասկանում, իրենց թող, չգիտեմ, գիտնականի տեղ չդնեն։ Լավ էլ հասկանում է, Ռուսաստանից եկածը ինչ կերտվածքով պիտի լինի, այստեղի մեծահարուստ դարձածը ինչ կերտվածքով պիտի լինի, շատ լավ հասկանում են։ Եվ այդտեղ կեղծիքներ մտցնել են մի հատ Օվերտոնի պատուհան կա չեն, հարմարեցնում են մեր մարմինը հողին, վարժեցնում են նրան, որ վաղը երբ որ ասեն գործը կրասեն, դե լավ էլի, երբ որ բացվի ամբողջ ասեն, դե լավ էլի, բոլորն էլ գործակալ են։ Եվ նրանց ստվերը տարածվի մյուսների վրա, չէ, հակապետական գործունեություն են ծավալել այսօր մեր բոլոր էլիտաները, առաջին հերթին քաղաքական էլիտան։ Պարոն Հայրապետյան, քանի որ Քոչարյանին անդրադարձաք ձեր խոսքում, ես ուզում եմ Քոչարյանի հայտարարությունը ամեն դեպքում մեջ բերել, փորձենք մեկնաբանել, ասում է, եթե լկտիաբար մեր ձեռքից խլեն մեր հաղթանակը, ստանալու են հեղափոխություն։ Կտրված է իրականությունից ընտրապայքարի մեջ մտած այս գործիչը։ Այս գործիչը շատ ավելի պարկեշտ է իրեն պահում, քան պետության ղեկավարն այսօրվա, բազմապատիկ ավելի պարկեշտ է պահում, բայց իր բարբառով ասեմ իրեն կհասկանան։ Խտուրը խոսում է պարոն Քոչարյանը։ Ավելորդ ստատիս բաները դուրս տալիս։ Հեղափոխություն անող չենք ստանալու հեղափոխություն։ Մի անգամ մենք ստացանք գունավոր հեղափոխության ռուսական պերեխված ստացանք մենք 2018 թվականին։ Այն ժամանակ երբ որ թույլ զգուշորեն ակնարկում էինք այս մասին, ոնց փշերով էին ընդունում։ Հիմա բոլորը դառել են Նիկոլի թշնամին, մտնում այդ ձայները 18 թվին իրենք չեն տվել Նիկոլին։ Միշտ այդպես է, գիտեք, օրինակ ինձ շատ երկար ժամանակ կարող է հիմա էլ ասել, լևոնական բան։ Եվ 91 թվականին ես չէի կարող ձայն տալ պարոն Տեր-Պետրոսյանին, որովհետև անկախական լինելով ինձ համար թեկնածուն Պարույր Հայրիկյանն էր։ Եվ 96 թվականին չէի կարող, որովհետև անկախական լինելով անկախականների ասած ուղղորդած Վազգեն Մանուկյանն էր, բայց հանկարծ նրանք ովքեր որ ձեր էին տվել, նրանք կարող են այդպիսի պիտակ կպցնել։ Ժողովուրդը հրաշալի մի բան է, գողն ամենից բարձրն է գոռում, գող բռնեցեք գողին։ Այնց հիմա էլ, ովքեր ավելի շատ են ճճում այդ մասին, ովքեր հատվածաբար բացում են, իրենք էլ իրենց հայրերն էլ, պապերն էլ հաստատ 30-ականների շարունակությունն են։ Այն որ Բաքունցը բանտում նստած նրա դեմ հոդվածներ կարող էին գրել, բարոյականության իսպառ ոչնչացված։ Չեմ ասում հիմա 37 թիվ է փառքասու, բայց մերոնց շնորհքը չէ, որ հիմա 37 թիվ չէ Հայաստանում։ Պարզապես մոլորակն է այդպեսին դարձել, մեր տարածաշրջանն է այդպեսին դարձել։ Ամփոփելով դուք ասացիք մեր հանրությունը շատ լավ էլ զգում ու հասկանում է ինչ է կատարվում։ Հիմա հարցս մի քիչ տգեղ կձևակերպեմ, բայց ամեն դեպքում հիմա ընտրությունների գնացող քաղաքացիներն են ավելի լավ հասկանում իրավիճակը, թե ընտրությունների չգնացող այն տարբեր հարցումներով չկողմնորոշված 40-ից 50% քաղաքացիները։ Սիրելի Լիզա, ես ինձ բարոյական իրավունք չեմ վերապահի այդ հարցին պատասխանել, որովհետև ինքս էլ հենց այս վարքյանին չգիտեմ, կգնամ քվեարկության, թե չեմ գնա քվեարկության։ Չնայած իմ չափորոշիչներն ունեմ գնալու պարագայում ինչ ուժեր կարող են տեսադաշտում լինել։ Դրա համար էլ բարոյական իրավունք չունեմ այդ հարցին պատասխանելու, բայց էլ ավելի անբարոյական են այն դեղնակտուց շան որդիները, ովքեր վեր են կենում, ասում են, պատկերացնում եք, ինձ սովորեցնում են, իրենց պապաները, պապիկները
Երբ որ վսկապները վզերին կամ դանոսներ էին գրում, հանկարծ եկել ինձ ասում են, որ այդ ժամանակ դրանով չէ որ զբաղված եմ եղել, ինձ ասում են, այ խելք են սովորեցնում, էլի, այ եթե չգնաս ընտրության, դրա համար ես ինձ իրանք չեմ վերապահում։ Գնացողները թող գնան, բայց հիշեն, որ ամեն մի ձեռքի շարժման, հա, ում են ընտրելու, ամեն մի իրենց արտաբերած խոսքի համար երկնավոր տիրոջը պատասխան տալու են երբևէ։ Դրա համար մեզ փակում են այն կաթոլիկ եկեղեցում պահպանվել է, չէ՞, այդ Խոստովանահոր ինստիտուտը, որ առանձին փակած վարագույր են կողմում։ Թող համարեն, որ այդ խոստովանության խցիկն են մտնելու, իրենք են ու իրենց Աստված։ Իսկ դրա համար առաջատար կամ այդպես ներկայացվող մեր ժողովրդին կերակրվող առաջին հերթին իշխանությանը չի կարելի ձայն տալ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նրա արած ավերածությունները մենք տեսնում ենք, եւ ես սարսափում եմ գալիք ավերածություններից, որ կարող է անել հատկապես հոգևոր Հայաստանի ոլորտում, հատկապես այսօրվա Արագածի հետ իր նկարներով, հատկապես այդ քարտեզը խփելով, տեսեք ուր է տանում, հատկապես որ իրեն ծրագրում կա ոչ մեր եկեղեցու դեմ պայքարը պիտի շարունակեն, սա անձի դեմ չի, Գարեգին Բ-ի դեմ չի, սա եկեղեցու դեմ է շարժումը, եւ մեր ժողովուրդը ողն ուղեղով լավ էլ զգում է, եւ Նիկոլը բազմապատիկ վատ բան արեց, որովհետեւ բաժանեց երկու խմբի, կարելի է մի քիչ շեղել նորից վերադառնալ։ Տեսեք, մի մասը հայհոյում էր Նիկոլի կողմնակիցները, հայհոյում են Գարեգին Բ-ին եւ նրա կողքը մնացած հոգեվորականներին։ Գարեգին Բ-ի կողքը մնացած եւ ընդդիմության զանգվածներ, որտեղ պահանջում էր իշխանության ասացին հակառակ գնալ, դա այնան, նրանք էլ Նիկոլի կողքը հավաքված եկեղեցականներին էին հայհոյում։ Այս ամբողջը կանցնի ժողովրդի մեջ կմնա միայն, գիտակցության մեջ կմնա միայն այն, որ եկեղեցականներին եւ եկեղեցուն կարելի է հայել եւ պետք է հայել, որտեղ դա խորտ մարմին է, օտար մարմին է։ Հասկանում եք, թիրախը եկեղեցին էր եւ ոչ թե այդ մի քանի հոգեվորականը այս կողմում կամ այն կողմում։ Վերադարձեք։ Վերադառնանք։ Փաշինյանին չենք ընտրում։ Այո։ Ում ենք ընտրում։ Պարոն Քոչարյանին չի կարելի ոչ մի դեպքում ձայն տալ, քվետալ, այլապես մենք կնմանվենք Չինգիզ Այթմատովի շրջանառած այդ երևույթին, մանկուրտին կնմանվենք, մարտի 1-ը մոռացած, ճիշտն ասած հենց Նիկոլին էլ նաև մարտի 1-ի համար չի կարելի ձայն տալ, ոչ թե նրա համար, որ ինքը մեղավորներ ինքը սկսեց, բան այդ իրավաբանները թող որոշեն, այլ նրա համար, որ ինքը 7 տարի իշխանության էր եւ ասաց ճիշտ նույնը ինչ պարոն Քոչարյանը, որ դա բացահայտված է, ինչպես պարոն Քոչարյանը հոկտեմբերի 27-ի համար էր ասում։ Չի կարելի ձայն տալ, դուք հասկանում եք, հայ ժողովուրդը 5-6 հազար տարվա նվազագույնը պատմություն ունի ու հանկարծ պարոն Գագիկ Ծառուկյանին ձայն տա։ Դուք հասկանում եք մենք ինչքան ենք բանական, հոգևոր նահանջ ապրել։ Կողքից նայում են, ասում են, «Էս չի է ժողովրդի ընտրյալը, թեկուզ 1% ձայն ունենա»։ Դուք պատկերացնում եք ինչքան է Ռուսաստանը ձևեր թափի, թե շատ մեծ բարերար, որի արած բարերարության համար երախտապարտ եմ եւ խոնարհվում եմ իր առաջ, որտեւ իր արածները մեր երկրում երևում են, բայց գիտեք ինչ նվաստացուցիչ է, եթե այդպիսի ապաքաղաքական տարրը եւ հայ ժողովուրդը որովայնով մտածի եւ պարոն Սամվել Կարապետյանին ձայն տա։ Ռուսները դա էլ խաղացնում են, գիտեք, հենց հիմա։ Ասում են գազը կկտրենք, ձեր ծաղիկը, ձեր ջերմուկը, ձեր ուտելիքը։ Ասում են դուք արած եք կովեր ձեր միակ չափորոշիչը արածելն է, Նյութոնն է։ Ես դրա համար չէ որ ասում եմ կորչի Ռուսաստանը։ Այո, կրկնում եմ հենց հիմա էլ կորչի Ռուսաստանը որպես հայ պետականության թիվ 1 ախոյան։ Ոչ միայն այսօր, 200 տարի անընդմեջ, բայց ոչ թե դրա համար, այլ որ հայկական դպրոցներ էր փակում, այլ որ դրանց հիստերիկ կրթության նախարարներից մեկն եկել էր, այստեղ ասում էր հրաժարվեք ձեր Այբուբենից անցեք Կիրիլիցային, այն Կիսիլյով կար դրանց պրոպագանդիստներից մեկը, ողորմելի թշվառական, ռուսաքիչը հələ խոսում էլ է, էլի, հա, եկել ասում էր տաքսու վարորդը վատ է խոսում, ռուսական դպրոցներ բացեք,
Նրանք գիտեն որտեղից են սղոցում, մեր ինչն է կարևորը, խնդիրներն են մենք հասկանանք մեր ինչն է կարևորը, մեր ողնաշարը որն է, մեր հոգին որն է, իսկ դա հոգևոր Հայաստանն է, դա Աստված, որ այս ընտրություններում հոգով ընտրություն կատարենք։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանի երևացող QR կոդով։